Նիկոլը Ծառուկյանի հետ կապված թեմաները ավարտելուց հետո բնական է, որ անցնելու է այլ քաղաքական ուժերի ղեկավարներին, որոնք որ խոշոր կապիտալի տեր են, ու դա արդեն ակնհայտ է, գոնե ինձ համար ակնհայտ է, բայց ես ինչ եմ ուզում խնդրել մեր այսպես ասած մեր քաղաքական ուժերի ղեկավարներին, ընդդիմադիր սեգմենտին իհարկե, պարոնայք, օր-օրի ամեն ինչ ուշացնում եք։ Երևանը դարձել է բան, տենց մեկ կրիմինալ քաղաք, օրը ցերեկով մարդիկ իրար վրա կրակում են, հեչ ոչ մեկի պետքը չի, ոչ մեկ ոչ մի բանից չի վախենում, այս չափ, այս ծավալի խուլիգանական իրավիճակներ, մեկ էլ երևի եղել է Վանոյի վաղտ, չնայած Վանոյի վաղտ մի քիչ այլ էր, 90-ական թվերն էր, մի քիչ այլ մոտեցումներ կար, բայց հարգելի ընկերներ, հարգելի ընդդիմություն, այդ թվում նաև դիմում եմ նաև ուժեղ Հայաստանին, ինչու՞ չէ նաև Հայաստան դաշինքին, Բարգավաճ Հայաստանին, որոնք որ հիմնական խաղացողներ են ընդդիմադիր դաշտում, ժողովուրդ, զգում եք, չէ, ահա որ ձևի ուշացնում եք, դուք ուշացնում եք առհասարակ այս ընթացքում թիմերին մասնակցության ձեր process-ը, ինչի համար, Նիկոլենք հիմա լայն թափով պատրաստվում են, ու մի բանի վրա եմ ես մտածում, որ մենք ոչ մի բանը տրիգեր չենք սարքում, այսինքն թողել ենք սենց միապաղաղ վիճակում, հիմա էլի ինչ ուզում այդ մարդիկ անում են, կամ ում ուզում անում են, խնդրում եմ ձեզ, եկեք հասկանանք, որ այս ամեն ինչի դեմն առնելու միակ ճանապարհը անընդհատ լարման մեջ պահելն է, հələ հետ գնացեք հիշեք, երբ որ Նիկոլը ընդդիմադիր էր, թե ոնց էր մի հատ ամբողջ ազգային ժողովը ընդդիմադիր դաշտը լարման մեջ պահում, այն ինչը որ մենք չենք անում, դա պետք է անենք, հարգելի ընկերներ ջան, հարգելի ընդդիմադիրներ ջան, ինչ ասեմ, բոլորիդ խաղաղ երեկո ժողովուրդ ջան, լավ մնացեք, զիք եղեք, կտեսնվենք հաջորդիվ, լավ եղեք։